Մատուրա գնաց։ Կան մարդիկ, որ լսելով նրա երաժշտությունը, նրա ու նրա ընկերների երաժշտությունը, իրականում բացատրելի զգացողություններ են ունենում, հատկապես մարդիկ, ովքեր որ սիրում են նրա երաժշտությունը, հաստատ իրենց սիրելի անձնավորությունների հետ էլ շատ էմոցիոնալ, շատ գեղեցիկ պահեր են ունենում, շատ երգեր դեռ կլինեն, շատ սիրո պատմություններ կլինեն, բայց միշտ հատկապես այդ խմբերի առաջատարների շուրջ խոսակցություններ են լինում, նրանց ամեն խոսք, ժեստ շատ կարևոր է լինում երկրպագուների համար։ Ռադիովանի բլոգում շնորհավորանքները սիրո տոների կապակցությամբ շարունակվում են։ Գոր Սուջյանը, Դորյանս խմբի առաջատարը, վոկալիստը մեր հյուրն է, բարև Գոր ջան։ Խոստացիր լինել հնարավորինս անկեղծ։ Եվ իհարկե հարցերը կարող են, չնայած խոստովանեմ, որ գրելուց մտածում էի հնարավորինս հետաքրքիր հարցեր գրել, բայց սիրո մասին բոլոր հարցերը այնքան են երևի տրվել, որ արդեն դժվար է ինչ-որ օրիգինալ բան մտածել։ Բայց անհատականություններ են հյուրերը, մարդիկ, ովքեր այստեղ հայտնվում են, այդպիսի վառ անհատականություն դու ես։ Սկսենք։ Որքան կարող է ապրել սերը, կամ մարդիկ կարող են ընդմիշտ սիրել մեկին։ Սերը մի քիչ ինձ համար գլոբալ թեմա է, այսինքն կա սեր կին արմատ եւ տղամարդի մեջ կա եւ ավելի գլոբալ սեր, կին եւ տղամարդ։ Okay, բայց այդ սերն էլ է, չէ՞, ինչ որ տարբերում։ Սկզբում սեր, որի մեջ եւ կիրք կա, սիրահարվածություն այդ առաջի պահերը, հետո նոր դառնում է սերը արդեն այդ ինձ թվում է ավելի շատ կապված այդ ամուսնությունը, այսինքն հետո որ երեխա են ունենում, երեխան ամրապնդում է, չէ, այդ սերը։ Իսկ ես կարամ օրինակ բերեմ իմ բարեկամներից, իմ տատիկիս քույրը, որ արդեն 60 անց կին է եւ իր ամուսինը, որ մինչեւ հիմա իրանք իրար սիրում են։ Քո պատկերացմամբ հաստատ սիրահարված կլինես, էլի կամ այդպիսի մի բան։ Չգիտեմ դու ոնց ես քեզ համար այդ հարցին պատասխանել, այս իմ մոտ հիմա ինչ է կատարվում, բայց ուզենալ տեսնել այդ մարդուն, անդադ զգալ նրան քո կողքին, անդադ լինել նրա հետ կամ ցանկություն ունենալ, դա երևի հենց դա է, անել նրա համար շատ բաներ, ստանալ նրանից շատ բաներ, ամեն նյուանսը նկատել այդ անձնավորությամբ, դա երևի արդեն սերն է, բայց եւ գալիս է ժամանակ այդ առաջին պահը անցնում է եւ ուղղակի մարդիկ նաեւ սկսում են իրար սովորել, չէ՞, այդպիսի բան էլ կա։ Կա նաև տենց բան, որ արդեն իրար հանդեպ այդ սերը ուժեղանալուց հետո մարդիկ սկսում են միմյանց մեջ թերությունները նկատել ու դրանց այդ թերությունների պատճառով հնարավոր է այդ ամեն ինչը ընդհարվի, էլի։ Շատ դու հիմա ինչ որ մեկին սիրում ես թե ոչ։ Հիմա չէ։ Տոներին փաստորեն հնարավոր է Գոր Սուջյանի հետ էլ հրաշքարի, ով գիտի։ Ես ասեմ, ես սիրահարվել եմ հենց մանկապարտեզից սկսած։ Դա բոլորի մոտ էլ եղել է։ Մանկապարտեզից սկսած ունեցել եմ ինչ-որ տենց իմ մեջ պատկերացրած իդեալ, բայց այդ իդեալը փոխվում է։ Հա, անընդհատ փոխվում է ու չեմ կարող նկարագրեմ նույնիսկ։ Այդ իդեալը մի հատ ինչ-որ աուրա է։ Իսկ երբ արդեն մի քիչ արդեն հասուն տարիքին վերադառնանք, ինչ-որ մեկին սիրել ես, եղել է կյանքում, ինչ-որ մեկի հետ հանդիպել ես, սիրել ես, այդ պահին դու մտածել ես ինչքան կտևի ես մեր հարաբերությունները կամ արդյոք ես կարող եմ նրա հետ լինել երկար։ Շատ գիժ է, այսինքն գժություններով լի տենց ինչ-որ սեր է եղել է տենց բան, շատ երկար չի եղել, մոտ մի տարի է եղել։ Իսկ բաժանումը ինչ կերպ է, ցավոտ է եղել։ Բաժանումը չեմ կարող տենց ասեմ, բայց ցավոտ էր իհարկե, այսինքն ես կարելի ասել կյանքում շատ քիչ եմ լացել, շատ քիչ դեպքեր ա եղել, երևի այդ դեպքերից մեկը հենց այդ ա եղել։ Կարող ես սիրել ու լուրջ հարաբերություններ ունենալ երկրպագուհուդ հետ, հենց քեզ շատ տեղին է այս հարցը տալ, որովհետև ռոք երաժիշտները նաև շատ մոտ են լինում իրենց ֆաների հետ, այսինքն մարդկանց, ովքեր սիրում են քո գործը, քո արվեստը, քեզ բեմում, նաև չգիտեմ, որ դու իրականում մարդ ես։ Իրանք բեմում քեզ են ուրիշ գործ չգիտեն։ Չգիտեն մնացած էլի ավելի մանրամասն, որ բեմին ես բեմում իրականում երգում ես։
ու այդ լույսի մեջ տեսնում ես շատ գեղեցիկ, չքնաղ աղջիկ է, ոչ միայն գեղեցիկ, ինչ որ բան հետդ կատարվում, դու երգը երգում ես ու իրան տեսել ես, նկատել ես, հնարավոր է լուրջ հարաբերություն նրանց հետ, նրա հետ, հնարավոր է, չգիտեմ, չեմ կարող ասեմ, Ժակ ջան, գիտես ոնց է, տվյալ դեպքում, երբ որ քեզ սիրում են, ասենք, որպես ինչ-որ արվեստի մարդ, իրանք քեզ սիրում են որպես հենց այդ արվեստի մարդ է, էլի, այսինքն իրանք կարող է ստացվի ձեր մեջ ինչ-որ հետո իրար ճանաչեք, ինքս չնայած լյուբոյ բոլորի մոտ տենց է, այսինքն մեկին սիրում է ինչ-որ մի բանի համար։ Հա, միշտ մեկը ինչ-որ ինչ-որ բանակ։ Իսկ դա կոմպլեքսի կարող է վերածվել հայտնի մարդու մոտ, ում որ քեզ գիտեն Գոր, Դորյանսի Գոր, եւ այդ ամենը քեզ մոտ լինի այսպիսի տարբերակ, որ դու կոմպլեքսավորվես։ Կարա լինի տենց բան, բայց ես զգում եմ էլի, ով ավելի անկեղծ մոտենում, ով ավելի, ասենք, քո երաժշտությունն է, ասենք, սիրում, իսկ ով ավելի անկեղծ քեզ է ուզում ճանաչի, էլի, ես այդ ամեն ինչը զգում եմ, էլի։ Radio One FM Studio Եվ հաջորդ հարցերը, երբ է ճիշտ ընտանիք կազմել։ Ճիշտ, երբ է։ Ժամանակը։ Իմ առումով կարող եմ ասել սենց, ես երևի պետք է հասնեմ այն տարիքին, որտեղ կազմավորվեմ նախ եւ առաջ որպես տղամարդ ու որպես հասուն մարդ, այսինքն ճիշտ մտածող, կարիերայի մեջ ինչ-որ բանի հասած, ինչ-որ բանի։ Երբ որ ես կկազմավորվեմ, այդ դեպքում իմ ուղեղը չի, այսինքն սենց այս կողմնայի կամ այն կողմնայի, այդ դեպքում ինձ թվում է կարանամ կազմել։ Իսկ ընդհանուր ուրիշների համար չես կարող ասել, չէ՞, դա անձնական է ասել։ Հա, անձնական է, տարբեր ամեն մեկի մոտ մի կերպ է լինում։ Բանկապարտեզից հետո, ասենք մի քիչ ավելի լուր, առաջին իրական սերը որ տարիքում է եղել։ Տարիքը հիշենք, ոչ թե ում Հա, տարիքը, կոնկրետ տարիքը 19 Դա արդեն կհամարես հասուն զգացմունք ինչ-որ չափով, առաջինը։ Radio One для всех армян Եվ վերջինը, որը միշտ թեժ խոսակցությունների առիթ է դառնում, տղամարդուն թույլատրելի է երբեմն դավաճանել կնոջը։ Հայաստանում այս հարցին այլ կերպ են վերաբերվում, ամբողջ աշխարհում այլ կերպ են սրան նայում։ Գիտեմ, շատ դժվար հարց ես տվել, շատ դժվար է այդ հարցին պատասխանել, քանի որ ես դեռ չունեմ կին, դրա համար դժվարությամբ կպատասխանեմ, բայց կնոջ համար իհարկե շատ անտանելի է այդ ամեն ինչը, երբ որ տղամարդուն կարելի է, իսկ կնոջը չի կարելի, այդ մի քիչ երևի հայկական մենտալիտետի մեջ է մտած, բայց եթե համարենք դա իսկական սեր է, ուրեմն կինը պետք է այնպես աշխատի, այսինքն միշտ պետք է կինը աշխատի նրա վրա, որ իր տղամարդը չդավաճանի ամեն պարագայում, թե անձնականում, թե ավելի խորը, պետք է ուղղակի ինքը այնպես աշխատի, որ տղամարդու մոտ նույնիսկ ցանկություն չլինի դավաճանել, չգիտեմ, մի քիչ դժվար է այս հարցը ինձ համար։ Հարցի մասին կարելի է մոտ 30 րոպե խոսել, բայց պրակտիկ ճիշտ պատասխան հնչեց այս պահին չկա ինչ-որ մեկը եւ դու չես անցել դրանով, որ հիմա շատ լուրջ պատասխանես։ Վերջում շնորհավորանք ու մաղթանքը բոլոր երիտասարդներին, ովքեր այսօր կամ վաղը մի քանի օր այս մեր հարցազրույցը լինելու է Ռադիո Վանի բլոգում, սիրո տոների հետ կապված մեր երիտասարդության համար են այս մաղթանքները ու մեր փոքրիկ հարցազրույցները, խնդրեմ։ Շնորհավորում եմ բոլորին, ուզում եմ մաղթել բոլորին, որ փորձեն ավելի անկեղծ սիրել ու փորձեն ընդհանրապես սիրել, ոչ միայն գլոբալ իմաստով սիրել ու մի քիչ թեմայից եթե կարելի է շեղվեմ, հիմիկվա երաժշտության թեմայով եմ ուզում խոսալ, որ շատ մարդիկ ասում են, որ արդեն ժամանակը այնտեղ ենք հասել, որ չի կարելի սիրո մասին երգել, չէ՞, տենց բաներ է տարածվում, չի կարելի սիրո մասին երգել, դա ծեծված բան է, ես համաձայն եմ այն առումով, որ չի կարելի անընդհատ նույն սիրո մասին երգել։ Ու նույն ձևով։ Նույն ձևով, այսինքն էլի, կարելի է
ուրիշ տեսանկյունից մոտենալ, բայց միշտ պետք է երգել սիրո մասին, որովհետև ամբողջ աշխարհը այդ սիրո Բացի դրանից մեր ընկերներից մեկը, ավակ ընկերներից մեկը այն օրը արտահայտվեց, որ երաժշտության ասպարեզում արդեն սկսում ես հոգնել մարդիկ սեր են խաղում արտիստները, երգիչ-երգչուհիները, այբ որ դու տեսնում ես բնական, չմշակված, դուրս է գալիս էմոցիոնալ մեկը սիրո մասին այնպես է երգում, որ քեզ ամբողջ էությամբ ոգևորում ու գրավում է, այդտեղ հաստատ ոչ մեկ չի համարձակվի ինչ-որ մեր Ես կարամ մի հատ օրինակ էլ բերեմ, երբ որ ես Եվրոպայում էի, Եվրոպայում չկար այդ իսկական սերը, այդ ջիգարով սեր ասվածը, չէ։ Այնտեղ բոլորը սառն են ու ամեն ինչ արվում է ճիշտ, ամեն ինչ արվում է օրենքով սիրում են, օրենքով չեն սիրում, ամեն ինչ օրենքով է։ Ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը ջարդվի, նույնիսկ այդ իմ ցանկությունն է Եվրոպայում էլ, որ այսինքն գայլ չգա այստեղ, չգա, ես նույնիսկ մի աղջկա հետ զրույց եմ ունեցել այնտեղ, ում ես փորձեցի բացատրեմ, թե սերը ինչ է, ինքը հուզվեց բավականին։ Որ երկրից էր։ Ինքը հենց Օսլոից էր։ Օսլոյի քաղաքացի էր, ինքը ինձ ուրիշ բաներ էր խոսում ու ես պատմեցի էլի անկեղծ սիրելը ինչ է նշանակում։ Ու ինքը հուզվեց ու ասաց ես առաջի անգամ ունենում sense զգացողություն, որ Նորվեգացի աղջկան հուզող Գորսու ջանը այսօր ռադիովանի բլոգում անկեղծ զրույց ունեցավ։ Շատ շնորհակալ եմ, ստացվեց կարճ, բայց արդյունավետ։ Մենք էլի հերթական անգամ ճանաչեցինք, զգացինք քեզ, ինչ որ չափաբաժին քո անձնականից գնաց դեպի հասարակություն։ Հաջող գործունեություն, լավ երգեր, անկեղծ էմոցիաներ, քո երգերը ու դու միշտ բեմում անկեղծ ես լինում, այնպես որ խաղ չկա, շինծու հոգնել ենք սեր խաղացող մարդկանցից, այո որ սեր ապրող մարդիկ են, դա արդեն ուրիշ է։ Քեզ եմ շնորհակալ, քո հետ միշտ շատ հեշտ է անցնում հարցազրույցը, ես միշտ լարվում եմ մինչև ու գնացի։ Գորսու ջան, մեր բլոգում